ձեզ թանկագիններ։ Այսօր մենք միասին կուսումնասիրենք Աստծո շնորհով Հեսու գրքի 21-րդ եւ 22-րդ գլուխները։ 21-րդ գլխում Ղևտացիները, քահանաները, ստանում են իրենց քաղաքները Իսրայելի բոլոր ցեղերի մեջ։ Գլխի վերջում Աստվածաշունչը անում է մի հրաշալի ամփոփում։ Տիրոջ Իսրայելի տանը տված բոլոր բարի խոստումներից ոչ մի խոսք գետնի չընկավ։ Ամենքը կատարվեցին։ Հեսուի 21:5։ Աստված նրանց հանգիստ տվեց ամեն կողմից։ Աստված խոստացել էր հանգիստ եւ նա տվեց դա։ Բայց գաղատացիներին ուղված թղթում եւ Եբրայեցիների գրքում մենք տեսնում ենք, որ երկրային հանգիստը միայն ստվերն էր։ Հիսուս Քրիստոսը Աստծո բոլոր խոստումների այոն եւ ամենն է։ Նա է մեր ճշմարիտ հանգիստը։ Հալելույա։ Հիսուսն ինքն ասաց. «Եկեք ինձ մոտ եւ ես ձեզ հանգիստ կտամ»։ Այն ամենը, ինչ Աստված խոստացել էր քո հոգու փրկության, խաղաղության եւ հաղթանակի համար, կատարվում է միայն ու միայն Հիսուս Քրիստոսի մեջ։ Նրա մեջ ոչ մի խոստում անկատար չի մնում։ Հեսու 22 գլխում Ռուբենի, Գաղդի եւ Մանասեի կես ցեղը վերադառնում են Հորդանանի արևելյան կողմը, քանի որ իրենց պատերազմական պարտքը կատարել էին։ Գետի ափին նրանք կառուցում են մի մեծ զոհասեղան։ Մյուս ցեղերը կարծում են, թե նրանք դավաճանում են Աստծուն, բայց պարզվում է, որ այդ սեղանը զոհ էր մատուցելու համար չէր, այլ որպես վկայություն, որ իրենք էլ պատկանում են Աստծո ժողովրդին։ Նրանք այդ սեղանը կոչեցին Էդ, որը նշանակում է վկա։ Այս վկայության զոհասեղանը, որը կանգնեցված էր երկու կողմերի միջև, Գողգոթայի խաչի պատկերն էր, սիրելիներ։ Հիսուս Քրիստոսը մեր միակ ճշմարիտ զոհասեղանն ու վկան է։ Խաչը մեզ հիշեցնում է, որ անկախ նրանից, թե որտեղ ենք մենք գտնվում, մենք մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ։ Նա քանդեց բաժանարար պատերը եւ իր այրամ մեզ բոլորիս միավորեց Աստծո հետ։ Խաչն է մեր հավիտենական վկայությունը, որ մենք պատկանում ենք Տիրոջը։ Սիրելիներ, այսօրվա խոսքը մեզ սովորեցնում է վստահել Աստծո հավատարմությանը։ Եթե այսօր քո կյանքում կա անհանգստություն կամ վախ, թե Աստծո խոստումները ուշանում են, հիշիր Հեսուի 21:5-ը, ոչ մի խոսք գետնին չի ընկնի։ Կենտրոնացիր Քրիստոսի վրա, նրա խաչի վկայության վրա եւ թույլ տուր, որ նրա խաղաղությունը տիրի քո սրտում։ Նա է մեր քո հանգիստը։ Աղոթենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ես մեր հավիտենական հանգիստը, շնորհակալ ենք, որ քո մեջ Աստծո բոլոր բարի խոստումները կատարվում են։ Խնդրում ենք դու մեզ հաստատուն հավատ, երբեք չկասկածելու քո հավատարմությանը, թող քո խաչի վկայությունը միշտ վառ լինի մեր կյանքում եւ քո սերը միավորի մեզ մեր եղբայրների ու քույրերի հետ։ Ամեն։